Վերջին օրերին մարդիկ արտասահմանյան հեռախոսահամարներից կասկածելի զանգեր են ստացել։ Զանգահարողը խոսել է ռուսերեն, ներկայացել հայկական կապի օպերատորի աշխատակից, առաջարկել 5G թարմացում։ Դեռ նախորդ տարվանից են այս մեթոդով փորձել մարդկանցից գումար հափշտակել։ Մեր զրուցակիցը պատմում է, հավատացել էր առաջարկին։ Լուրջ ընդունեցի, որովհետև իրոք կապի խնդիր կար ու խնդրեցին, ասացին, եթե համաձայն եք, որ այդ փոխակերպումները լինեն, կխնդրեմ, եթե WhatsApp հավելված ունեք, WhatsApp-ով զանգահարեմ, որպեսզի կարողանամ հրահանգել ինչա պետք անել։ Ասացի, այո, ունեմ, զանգահարեցին WhatsApp-ով, հենց WhatsApp-ի մեջից մի երկու այդ կարգավորումներից մի քանի բան ասացին արեցի ու արդեն իմ հեռախոսի կարգավորումներից լրիվ բջջային այդ կապի հետ կապված մի քանի կարգավորումներ եմ արել։ Այնուհետև զանգահարողը զգուշացրել է, որ հեռախոսի էկրանը մի քանի րոպե սևանալու է թարմացման համար։ Իրանք մենակ ասացին, որ մի քանի անգամ մատնահետք դնեմ, որպեսզի չբլոկավորվի էկրանը։ Դրանից հետո արդեն հեռախոսս միացավ։ Իրանք ասացին, որ արդեն ամեն ինչ ավարտվել է։ Մոտավորապես մի երևի 10 րոպե է տևել դա։ Ամեն ինչ ավարտվել է ու հեռախոսը կմիանա ու մի քանի օրից արդեն դուք այդ կարգավորումները կստանաք։ Երբ որ արդեն իրանց այդ կապը ընդհատվեց, հեռախոսս ամբողջությամբ մի քանի ժամ հետո ընդհանրապես անջատվեց, միացավ ու ամբողջությամբ ինֆորմացիան ջնջվել էր հեռախոսից մեջից, ամեն ինչ։ Եվ ծրագրեր, ոնց որ նոր հեռախոս։ Այս ամենից հետո մեր զրուցակիցը պարզել է, որ իր անունով վարկ է ձևակերպվել 520,000 դրամ։ Վարկը դե մի քանի ամիս իրականում տենց ոնց որ տոկոսներ ու նման բաներ ավելացավ, հետո բանկը որոշում կայացրեց, որ մինչև 2030 թիվ այս պահի դրությամբ սառեցրել է վարկի մուծման գործընթացը, մինչև որ հասկանան դատարանը ինչ կորոշի։ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավելի քան 30 դեպքի առիթով քրեական վարույթ է քննվում։ Սակայն կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում նմանատիպ հանցագործության վերաբերյալ նախաձեռնված վարույթներ կան։ 30 դեպքից յուրաքանչյուրով քաղաքացիներից հափշտակված գումարը 500,000-ից մինչև ավելի քան 10 միլիոն դրամ է եղել։ Արտասահմանյան կապի օպերատորների կողմից սպասարկվող կամ վիրտուալ հեռախոսահամարներից զանգահարողները խոսում են միայն ռուսերեն։ Արտասահմանյան բջջային հեռախոսահամարով, ինչպես նաև ռուսերեն լեզվով խոսալու հանգամանքը մեկնաբանում են իբրև, որ տվյալ ընկերությունները գլխավոր գրասենյակները տեղակայված են Ռուսաստանի Դաշնությունում եւ Հայաստանի Հանրապետության գործընկերներին ծանրաբեռնվածության պայմաններում օգնելու պարագայում իրենք ցուցաբերում են օգնություն։ Երբ քաղաքացին համաձայնում է, առաջարկում են զանգը շարունակել WhatsApp-ի կամ Telegram-ի միջոցով, այնուհետև պահանջում տարբեր գործողություններ կատարել։ Հորդորում են մուտք գործել բջջային հեռախոսի համապատասխան բաժինները կարգավորումների եւ կատարել համապատասխան հրանգավորումները, ինչպես նաեւ ուղարկում են համապատասխան հղումներ, որոնք քաղաքացին հաստատում է եւ հայտնում գաղտնաբառը։ Այդ պարագայում հանցավոր խմբի անդամը ձեռք է բերում ամբողջությամբ հասանելիություն քաղաքացու բջջային հեռախոսին, իսկ քաղաքացին զրկված է լինում այն օգտագործելու լիակատար հնարավորությունից։ Այսպես կարողանում են մուտք գործել բանկային հավելվածներ, հափշտակել քարտում առկա կամ որպես ավանդ ներդրված գումարը կամ վարկեր ձևակերպել։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ սովորաբար հափշտակության արդյունքում ձեռք բերված գումարները փոխանցվում են կրիպտոակտիվներով զբաղվող Հայաստանի Հանրապետությունում գործող տնտեսվարող սուբյեկտներին եւ երբեմն հանցավոր խմբի անդամների համար նրանք հանդիսանում են հանցագործության գործիք, մասնավորապես երբեմն նաեւ տարբեր գովազդային հարթակներով ցանկություն են հայտնում գնել անձնական տվյալներ պարունակող կրիպտոակտիվների էջերը եւ դրա միջոցով նույնպես կատարում են հափշտակություններ։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ։ Արձաքննվում են բազմաթիվ անձինք, ստացվում են բանկային կամ հարակից գաղտնիք կազմող փաստաթղթեր եւ առարկաներ, ինչպես նաեւ փոխօգնություն են ուղարկվում այն երկրներ, որտեղ որ փոխանցվել են հիշյալ գումարները եւ միայն նշված փոխօգնության արդյունքները, պատասխանները ստանալուց հետո հնարավորություն կլինի որևէ եզրահանգում կատարել եւ առանձին ուղղություն տալ նախաքննությանը։ Սովորաբար համակարգչային տեխնիկայի միջոցով նմանատիպ հանցագործությունները Հայաստանից դուրս են իրականացվում, թե որ երկրում կարող է տեղակայված լինել հանցավոր խումբը, պարզ չէ։ Խորհուրդ է տրվում նման զանգեր ստանալու դեպքում չկատարել պահանջվող հրահանգները։ Լիանա Խաչատուրյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։